Ես նոր վախենում եմ բանակացին բացել, ուրախ չեք բացասում դա։ Ձեզ ձու եմ փոխանցում։ Ձեզ փոխանցում։ Հա? Չէ, ակցիա եմ իրականացնում։ Ձեր ակցիան ի՞նչ կապ ունի ոստիկանություն փոխանցելու հետ։ Բայց չեք թողում ասնեմ։ Եթե դուք ցանկություն ունեք դատախազությունը, որով դիմում բողոքեն, ներկայացել եմ, ընդհանրակարգով տվել եմ չեմ։ Պարոն Շաֆյան։ Ես հարց չեմ ուղում, դուք եք գալի երկխոսության եք իմ հետ ընթանում, ես ձեր հարցին պատասխանում եմ, դուք եք ինձ հարց ուղում, ես ձեր հարցին եմ պատասխանում։ Ասում եմ դիմում գրեք։ Գրել եմ, ցանկություն ունեմ, գրել եմ, գնացել եմ, գիտեմ, անցած շաբաթ մոտիկացել եմ, ոնց որ կարգն է պահանջում օրենքով, արել եմ, այդ ամեն ինչին իրավական ընթաց չի տրվել։ Դրանով պայմանավորված տեղեկացել եմ դատախազությանը նույնիսկ դեպքի արդի, որ գալու եմ ակցիա իրականացնել։ Հիմա կարաք ասեք, ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն եք ցանկանում, բարձրաբանում եք ուզում եք։ Պատշաճ ընթացք են պահանջում։ Ահա, դրա համար ես առաջարկում եմ։ Եթե ունեք ցանկություն բարձրաբանման, կարող եք մոտենալ ընդունարան։ Մոտիկացել եմ, քանի անգամ մոտիկանամ, գիտեք քանի անգամ եմ ես դիմում։ Դու գիտեք քանի անգամ, ես ամեն օր Դատա չէ, ընդունարան բան եմ փոխանցում։ Լավ, հիմա խնդիր չկա, ընդունարանն եմ, էսի կփոխանցեմ։ Դուք չեք որ ասում ընդունարան եւ տեսնում եք, այս է համասում են մոտիկացեք, դուք մոտեցեք ձեր դիմում Չեք թողում, ես իմ ակցիան եմ իրականացնում, այսօրվա իրավապահ համակարգի ոչ պատշաճ գործելավոճի հարցիկն է, ու այս նման ձևի ակցիաները շարունակական բնութագրել է։ Այսքանով ես ավարտում։ Հարգելի հետևորդներ, ինչպես դուք տեսաք ձեր կադրերում, Չախոյանը թողեց հակիկները ընդունարանում։ Կրելու է, հիմա կարող է, չգիտեմ, այսօր իրականացնեմ, վաղ առավոտը իրականացնեմ եւ ինչ ոճով, ինձ հայտնի չի, չեմ որոշել, բայց հաստատ ես դա շարունակական բնույթ է կրելու, եթե իրավապահ համակարգը այդ ամեն ինչին պատշաճ ընթաց չտա։ Ես հույս ունեմ 0.000 ամբողջ 10%, 1%, որ գոնե այս քանից հետո ընթաց կտան։ Եթե չեն տա, էլի շարունակելու եմ։ Տեսնում եք իմ արարածների մեջ քրորեն եւ եսի ինչ վատ բան չեմ անում, էլի։ Բացի գլխավոր դատախազությունից այս խնդրի հասցեատերը որ կառույցն է։ Երևանի քաղաքապետարանը։ Ի սկզբնա, եթե իր սկզբնախումբն ենք վերադառնում, Երևանի քաղաքապետարանն է, որտեղ էլի եմ կրկնում 2024 թվականին համայնքապատկան հողի վրա շինություն են կառուցել, Երևանի քաղաքապետարանը դրա մասին տեղյակ է, դիմում գրավորով տեղյակը գնացել արձանագրություն է կազմել, որ շինությունը ապօրինի է, մի տարի շինարարություն են անում, չեն կասեցնում, թողում են, Չախոյանը երբ որ գնում է հանրայնացնում է, ասում է Չախոյանը զրպարտություն է տարածում, բայց հետո այդ ամենը հաստատվում է ու Երևանի քաղաքապետարանը երբ որ ես գրավոր դիմում եմ գրում ասում եմ Երևանի քաղաքապետարան, ըստ է որ այս հասցեում շինարարություն են անում, շին թույլտվություն ունեն, օրինական է թե չէ, նկարնել տալիս եմ քաղաքապետարան, ցույց եմ տալիս այս շինը, քաղաքապետարան ասում է, հա, շին թույլտվություն ունի, ամեն ինչ նորմալ է Չախոյան, շուկա Ովքեր են կառուցում, գիտեք, հայտնի է։ Համաձայն մամուլում տարածված տեղեկությանը Տիգրան Ավինյանի մտերիմներն են։ Բայց շուկան հիմա կառուցված է գործում է, ու իմ ունեցած տեղեկատվությունով արդեն երկրորդ հարգը պիտի կառուցեն։ Մասիվ նորնուկ վարչական շրջանում Բաղյան փողոցում։